Շարունակվում է Առավոտ լուսոյի տոնական եթերը, սիրելի հեռուստադիտողներ, ու չեք պատկերացնի, թե մենք ինչքան ուրախ ենք, որովհետև սա բացառիկ հնարավորություն է նաև մեզ համար, մեր գործընկերների հետ աշխատանքային զրույցներ եւ ոչ միայն ունենալ հենց եթերում մեր շատ հարմարավետ տաղավարի գեղեցիկ բազմոցներին բազմած։ Այս պահին բազմած է մեր գեղեցիկ բազմոցներին, մեր երկրորդ ներքին ձայնը, մարդ որ մշտապես այստեղ է, մշտապես հուշում է, թե ինչ է պետք ասել եւ հաճախ մեր կողմից այսպես արտասանվող եւ հնչող ամենահետաքրքիր արտահայտությունների եւ մտքերի հեղինակն է, նա խոսքը Հասմիկ Սահակյանի մասին է, մեր գործընկեր, բարի լույս։ Բարի լույս։ Հասմիկ, շատ հաճելի է քեզ տեսնել այս բազմոցին, ոչ թե այնտեղ տաղավարային մեր հատուկ սրահում նստած, այլ այստեղ մեր առջև նստած։ Ինչպես ես։ Հարցին սպասում էի շատ անսովոր, շատ տարօրինակ, իսկապես ես պետք է լինեի այնտեղ եւ ձեր ականջ, այնտեղ եւ այդտեղ եւ ասեի, որ դա արդեն պիտի փակենք, դա արագացնենք, այս հարցը մնաց։ Այո, շատ անսովոր է, բայց ված չէ։ Մենք մեր գործընկերոջ Դիանայի հետ, որը եւս մեր սցենարիստներից մեկն է, հաղորդաշարի մենք չհասցրեցինք իրականում զրուցել, թե որքան բարդ է սցենարիստի աշխատանքը Առավոտ լուսոյի վերջո յուրաքանչյուր օր հաշվում ենք նաև հանգստյան օրերը, որովհետև այդ օրը եւս եթեր ունենք, այսինքն շաբաթական 7 օր, 2.5 ժամ ուղիղ եթեր է պետք ապահովել։ Լավ չեն սպառվում այդ թեմաները։ Հետաքրքիր հարց է եւ շատ տեղին, բայց միգուցե ֆանտաստիկայի ժանրից թվա իսկապես չեն սպառվում։ Երբ որ մենք բացում ենք համակարգիչը եւ սկսում ենք գրել, անկեղծ եմ ասում, որևէ աղմուկ դադարում է ամեն ինչ ու դու արդեն սկսում ես փնտրել ինչ կարող ես ասել, տեսնում ես մի մտքից մեկ այլ միտք է ծնվում եւ տեսնում ես իհարկե ոչ հեշտությամբ, բայց սցենարը ծնվեց։ Ու հավանաբար մեր հեռուստադիտողները նաև մեր պատմությունների ընթացքում կհասկանան, թե մեր որ սցենարի հեղինակը Հասմիկը կամ Դիանան ինչ սիրելի թեմաներ ունեն, որովհետեւ առանձնահատուկ ուշադրությամբ են գրում, իհարկե բոլոր թեմաներին են անդրադառնում, բայց իրենց սիրելի թեմաների մասին էլ ավելի մեծ ոգևորությամբ են գրում, բայց միևնույն ժամանակ բավականին պատասխանատու է տոնական օրերի ընթացքում գրել սցենարներ եւ պատրաստել տեսանյութեր կամ այնպիսի օրերին, ինչպիսին մենք ունեցել ենք այդպիսի փորձառություն արդեն մի քանի տարի շարունակ աշխատել ֆեստիվալային եթերներին, Առավոտ լուսոյին երբ աշխատել է։ Այո, եւ շուտով նաեւ մի քանի վայրկյանից խոսենք հունվարի 3-ին տեղի ունենալիք ֆեստիվալից, բայց մի կարեւոր բան էր։ Հետաքրքիր երևի 5-6 տարի, գուցե մի փոքր ավելի մենք իսկապես սցենար են գրում ձեզ համար եւ մի հետաքրքիր բան կա մենք յուրաքանչյուր հաղորդավարի ընտրելիս մենք արդեն գիտենք նրա համար ինչ պետք է գրվի այսինքն յուրաքանչյուրդ ունեք գրվելիք ձեռագիրը եւ եթե ինչ որ մի օր հաղորդավարներից մեկը փոխվում է դու հասկանում ես որ այդտեղ ինչ որ խնդիր կարող է լինել Մանեի համար գրվածը Դավիթին կարող է չհամընկնել եւ այո դուք ունեք ձեր ձեռագրերը յուրաքանչյուրիդ համար գրելիս մենք գիտենք ինչ բառ ընտրել ինչ նախադասություն եւ ինչ մտքերը ոնց դասավորել ինչ վերաբերում է դա գաղտնիք էր, որ դες համար ես բացահայտեցի։ Այսօր գաղտնիքների բացահայտման օր է։ Ես շատ այսպես ուղիղ եւ ինչ որ առումով ծուղակ հարց ունեմ։ Հեշտ եմ ես այդ աշխատելը։ Այո։ Տարվա վերջին օրն է կարող ես անկեղծ լինել։ Կարիք տարի ենք հանդիպելու, հիմա կարող ենք խոսել անկեղծ։ Հեշտ է, որովհետեւ սիրում ենք մեր աշխատանքը։ Անկեղծ եմ ասում, տեսեք, քանի հաղորդավար է ընթացքում, չէ՞, մոտ 10, 11, 12 հաղորդավար ունեցել ենք 3 տարիների ընթացքում գոնե վերջին։ Բոլորի հետ հեշտ է եւ բոլորի հետ լեզու գտնում ես։ Սցենարով մենք ձեզ հետ լեզու ենք գտնում։ Դա հաճելի է։ Բայց ես ուզում եմ առիթն օգտագործելով նաև մեր հեռուստադիտողներին հենց այսօր պատմել ու շատերին նաև հիշեցնել, որ հունվարի 3-ին մենք ունենալու ենք հնարավորություն կրկին հանդիպելու։ Որտեղ, ինչու, ինչն է պատճառը։ Հունվարի 3-ին հեռուստադիտողներին հրավիրելու ենք ձմեռային ֆեստիվալի առաջին անգամ, որ տոնը իրականացնում ենք ձմռանը, եւ դա իր ձևով է հետաքրքիր, որովհետեւ սովորաբար մյուս ֆեստիվալներին մենք ամռանն է դա եղել եւ մենք զովացուցիչ ըմպելիքներով ենք, չէ՞, շտապել այնտեղ, բայց այս անգամ տաք թեյերով, տաք ըմպելիքներով, այո, եւ փաթաթված շարֆերով, գլխարկով դա էլ իր հաճույքն ունի, վստահ թող լինեն բոլորը, որ շատ լավ տոն է լինելու, բոլորին հրավիրում ենք, հրաշալի երեկո եւ համերգային եւ ընթացիկ լինելու են տոնավաճառներ, ինչպես եւ ամեն անգամ, նաեւ քանի որ տոնը ֆեստիվալը ոչ միայն երաժշտական է, այլ նաև туриզմին է առնչվում որոշ չափով, հանրայինը պատրաստել է նաև ֆիլմ ֆեստիվալ Արի ջերմուկ, որը ինչ որ չափով կհուշի մինչև ֆեստիվալը ով ինչ զբաղմունք կարող է ունենալ եւ ինչ տեսարժան վայր կարող է բացահայտել ջերմուկում։ Այո, ինչպես հասկացել եք եւ նաև Առավոտ լուսոն է։ Այո, օրը
լինելու է եթերում։ Արիքն օգտագործելով ասենք շնորհակալություն առաջին ալիքին եւ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը, որովհետեւ հունվարի 3-ին որոշել են չհանգստանալ, այո, եւ այս հրաշալի տրամադրությունը ապարգևել բոլորին ու նաեւ ասենք երաժշտական այն արտիստերը, մասնակիցները, որոնք ներկայ են լինելու, Արամեն Պետրին, Ելահարդը եւ իհարկե Ալբերտը, մեր շատ սիրելի երեկով միասին, ես վստահ եմ, որ շատ հեքիաթային, ամանորյա եւ ձմեռային երեկո է սպասվում, պետք է բաց չթողնենք։ Այո, եւ գիտես ամբողջ ընթացքում զրույցի նաեւ աչքիս բացի այն որ մենք գիտենք հասկանալին չէ, շատ մենք գիտենք որ գախնի Սանտայի նվերն է, գախնի ձմեռ պապիկի, որը խաղում ենք մեր Առավոտ լուսոյի թիմով, բայց կարծես այդքան էլ ամանորին ընթരാճ տոպրակ եւ տարբերակ եմ թողել իմ թորնիկին, եթե իրեն դուր չգա, նա կարող է իմ ծննդյան օրը նվերը հետ ուղարկել ինձ, հա։ Շատ լավ տարբերակ է սիրելի։ Եվ հիմա ես կփորձեմ իրեն մի քանի բառով նկարագրել, գուցե դուք կողմնորոշվեք, թե ով է իմ թորնիկը։ Փորձում ես հուշել բոլորին։ Հուշել։ Դու նոր ես մեր թիմում, բայց արդեն իսկ բավականին սիրված, շատ լավ մարդ ես, ինչի համար ուրախ ենք, որովհետև յուրաքանչյուր լավ մարդու մուտք մեր թիմ հաճելի է եւ ողջունելի։ Ահա, Դավիթը իհարկե լավ մարդ է, բայց Դավիթը չէ։ Բայց Դավիթը նոր չէ։ Մենք գուշակել ենք։ Այո, այնպես որ ես անհամբերությամբ սպասում եմ նվերը թորնիկից հանձնելու։ Մենք էլ անհամբերությամբ սպասում ենք արդեն գալիք տարվան, ինչ կմաղթես դու արդից օգտվելով մեզ եւ մեր հեռուստադիտողներին։ Ես կմաղթեմ, որ մեր կյանքի սցենարները միայն լինեն դրական եւ բարի եւ ժպիտով լի, որովհետեւ դա ամենակարևորն է։ Իդեպ, մենք Առավոտ լուսոյի թիմով մի հետաքրքիր եւ գեղեցիկ նամակ ենք գրել ձմեռ պապին։ Այդպես հավաքվեցինք եւ մտածեցինք, իսկ ինչու միայն երեխաները, ինչու ոչ մենք։ Բոլորիս անունից մենք նամակ ենք գրել, գիտեք, խնդրել ենք այնպիսի բաներ, որ եթե անգամ մեր խնդրանքի 50%-ը կատարվի, վստահ եղեք, որ ոչ միայն մեզ մոտ, ոչ միայն Հայաստանում, ամբողջ աշխարհում ինչ որ բան կփոխվի, եթե այդ ամբողջ մաղթանքների գոնե կեսը կատարվի։ Իսկ թե ինչ է հստակ, դուք տեսանյութում կտեսնեք։ Շատ լավ, մնում է միայն այս դեպքում հավատալ, երազել եւ սпасել ձմեռ պապիկի արձագանքին, որովհետեւ հրաշքներ լինում են։ Ձմեռ պապը թող աշխատի, մեր մաղթանքները երեխաների շարքից չեն, հեշտ չեն, նվեր չեն, խաղալիք չեն։ Մի քիչ որ ինքն էլ աշխատի եւ նայում ենք, ամեն ինչ լավ կլինի։ Մենք շնորհակալ ենք քեզ ողջ տարվա ընթացքում կատարած ահռելի ու կարևոր աշխատանքի համար ու առիթից օգտվելով իհարկե այս հրաշալի եթերը որպես հնարավորություն օգտագործելով մեր բոլոր գործընկերներին, որոնք այսօրվա ընթացքում հասրեցին մեր հյուրի կարգավիճակում լինել այստեղ տաղավարում, եւս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում մեր շատ ջերմ, շատ մեծ ու շատ սիրով լի Առավոտ լուսոյի ընտանիքին։ Բայց նաեւ նշենք սիրելի հեռուստադիտողներ, որ միայն այն մարդիկ չէին, որոնք հայտնվեցին այս հյուրասրահում եւ պատմեցին իրենց տեսանյութերի սցենարների մասին։ Առավոտ լուսոն մեծ ընտանիք է, յուրաքանչյուր մարդ իր կատարած աշխատանքով իսկապես շատ կարևոր։ Եթե սկսենք ռեժիսորից, հնչյունային ռեժիսորից, օպերատոր, լուսավորող, իսկ նրանց թիվը իսկապես շատ է ու անուն առանուն հուսանք հաջորդ տարի կունենանք արդեն հնարավորություն պատմելու։ Շնորհակալություն սիրելի գործընկերներ։ Մեր սրտիկները նաև ուղարկում ենք մեր օպերատորներին, որոնք հիմա տեսակցի հետևից այո պատասխանը մեզ ուղարկում են։ Իսկ մենք շարժվենք առաջ։ Շարժվենք առաջ։